Բարի երեկո բոլորիդ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով կբարևեմ ձեզ բոլորդ, Թորոնտոյի եղբայրության եկեղեցիի այսօրվա պատգամը կփոխանցենք ուղիղ եթերով եւ անշուշտ պատճառը, որ սրայի մեջ չենք, ցույնն է գլիման օդը չարդոնեց այնպես որ պարկուդան Աստծո որ գիտություն այնքան հարաճացած է որ ուր որենք կրնանք դերոջը խոսքին պատգամը սփռել ուրեմն այսօր մեր երրորդ սերտողությունը պիտի ըլլա հոգևոր պատերազմի անցյալ երկու գիրագիներուն բավական հարաճացանք հոգևոր պատերազմի նյութի նկատմամբ եւ այսօր երրորդ շարքն է երրորդ մասն է որ պիտի նայենք դերոջը խոսքեն հոգևոր պատերազմի տարբեր երեսներուն Սատանան գնախանցի Սատանան նախանցի մարմնացում է գնախանցի իր ստեղծիչին Աստծո մինչև այսօր եւ իր բոլոր նպատակը որ մարդոց աչքերը իրեն դառնան եւ զինք պաշտեն Սատանան փառք կփնտրե փառք ու բադիվ եւ այս հոգևոր պատերազմը այսօր հազարավոր տարիներ առաջ սկսավ ինչպես Ծննդոց 3:15-ի մեջ կգարտանք որ թշնամությունը սկսավ եւ այդ մարգարեական համարը ունենք քոն որ գնոց սերունդին եւ անշուշտ Սատանայի միջև թշնամություն պիտի ըլլար Հոգևոր պատերազմը եղբայրներ քույրեր կսկսի այն վարյանեն որ մենք Տեր Հիսուս Քրիստոսը կթավանենք եւ զինք ընդունենք որպես մեր փրկիչը եւ մեր Տերը եւ անշուշտ Սատանան երբեք ուրախ չէ երբ գործընծնե մարդիկ որ խավարի իշխանությունը կթողուն եւ լույսի թագավորության կփոխադրվին այս իրեն հաճույք չպատճառեր ուրեմն այն բարյաներ որ անհատը կաշխարե բնականաբար Սատանային թիրախը կդառնա եւ Սատանան թշնամի կհամարե եւ դավաճան կսեպե բոլոր անոնք որ Տեր Հիսուսի հետևին կփապակին կամ գնդրեն ինչպես գիտեք երբ մեկը հավատքով խոնարհությամբ զղջումով իր մեղքերը կխոստովանի եւ կընդունի Տեր Հիսուս Քրիստոսը նոր ստեղծագործություն կդառնա նոր արարած կդառնա եւ Դերոջը ջամփան ընտրելով այդ ջամփու մեջ կփորձե քալել մենք մի քանի ակնարկներ նետեցինք թե ինչու Սատանան երկինքեն վտարվեցավ ինչ էր իր հանցանքը որ այս վտարումի ենթարկվեցավ մեկը որ երկինքի մեջ Արուսյագներ, փայլուն ասխներ, հրեշտակաբեդներ ուրեմն անոր պատճառները պիտի սերդենք սակայն գուզեմ գարտալ Եզեկիելի քիրքեն Եզեկիել 28-ը փանալի հատվածն է ուր Սատանայի մասին նկարագրություններ կան
Եվ կարևոր է, որ այս իմանանք Տերոջը խոսքեն։ Ուրեմն Եզեկիել 28-ը նախ 11-ին 13 պիտի գարտամ, որ գսե. Եվ Տերոջը խոսքը ինձի եղավ ասելով, Որդի մարդո, դյուրոսի թագավորին վրայով ողբրե ու անորսե դեր Եհովա այսպես կսե. Տուն որ գադարելության գնիկն ես, իմաստությամբ լեցված ու քեղեցկության մեջ գադարյալ ես, սատանան փասարիկ քեղեցիկ ստեղծագործություն մներ, այսօրվա կարիկատուրներեն, նկարներեն մի խապվիկ, ոչ գոդոշ ունի, ոչ ալ ոչ ունի։ Ուրեմն, քեղեցկության մեջ կատարյալ ես։ Տուն Աստծո տրախտին եթեմի մեջ էիր, կուծածկոցդ ամեն բադվագան քարերն էին, սարտյոն, աբաղյոն ու աթամանտ, ոսկեկար, եղենակար, հասպիս, շապյուղա, գարգեհան և զմրուղտ ու ոսկի, ուրեմն այս իր ծևոմը outfit-ն էր, դարազն էր, տեսնեք ինչ շքեղ գերբով գնագրակրի Եզեկիել մարգարեն արուսյագին նկատմամբ, սատանայի նկատմամբ, նաև հաջորդ բարերում մեջ կտեսնենք, որ ինքը ծևոմը Երնքի երաժշտության ղեկավարն էր, այդպես կհավատան գարդմը Սուպրոս վարդապետներ, հիմնվելով գսե քու թմփուկներուդ և սրինքներուդ կորձը քու ստեղծման օրդ քեզի պատրաստվեցավ, ուրեմն երաժշտության կորձիկներ կան և սատանան պատասխանատու էր երաժշտության։ 14-րդ համարին սկսյալ Եզեկիել 28-ին կգարտամ գսե Տուն դարազված կամ օզված ու ծածկո քերոպեմն էիր ու ես քեզի թրի և տուն Աստծո սուրբ լերանը վրա էիր տուն հրեղեն քարերու մեջտեղերը կշրջեիր այսինքն բացարիք մթնոլորտի մեջ էր երկնային 15-րդ համար տուն քու ճամփաներուդ մեջ գադարյալ էիր ուղիղ գադարյալ իր կալվածքի մեջ քու ստեղծման օրեդ մինչև այն օրը ստեղծման սատանան ստեղծված է որ քու վրա անօրենություն գտնվեցավ քու արուդուրի չադության համար քու մեջը զրգանքով լեցուցին ու մեղք կործեցիր ես ալ քեզ Աստծո լերնեն իբրև բիղձ վար նետեցի և քեզ ով ծածկող քերոպե հրեղեն քարերուն մեջեն փնաչինչ ըրի 17-րդ համար քու քեղեցկության համար սիրտդ հբարդացավ քեղեցկությունը իրեն հբարդացուց քու վայելչությանդ պատճառով քու իմաստությունդ ավրեցիր ու ես ալ քեզի քեդին նետեցի քեզ թագավորին առջև դեսարան ըլլալու համար ուրեմն ասի ենթահողն է background է սատանային սկզբնական շրջանը ուրեմն գարնան գսել որ հբարդությունը մեծ տեր ուներ իր անգումին հետ ինչպես նաև իր նախանցը որ քիչ կետ Եսայի մարգարեության 14-րդ գլխում մեջ պիտի սերդեն հիմա Աստված մեր պաշտամունքի առարգան է և բոլոր ստեղծված արարածները զասված կփարապանեն, պետք է փարապանեն, բոլոր փառքը, բադիվը, իշխանությունը իրեն կպատկանի, բայց այս մեղքը հբարդության, երբ մարդը կփորձե իր աչքերը իր վրա դարձնել, փառք ու բադիվ ստանալու համար, որ սատանայի բնությունն է, մարդուն ահավոր
փորձանքներու եւ մեղքերու առաջնորդեց։ Ուրեմն ցեզի գուզեմ Դանիելի մարգարեութենեն դարձյալ հատվածը մգարտալ Դանիելի 4-րդ գլուխը, որ այսպես կգարտան Նաբուկոդոնոսորի նկատմամբ է Դանիելի 4-րդ գլխուն 28-րդ համարը նայեցեք այս նույն հոգին Նաբուկոդոնոսորի վրա եկավ այն ամենը Նաբուկոդոնոսոր թագավորին վրա եկավ 12 ամիս ետքը երբ Բաբելոնի թագավորության բալադին վրա գջեմեր թագավորը խոսեցավ ու ասավ ինքնապարապանություն գնե ինքզին կկովե այս չէ գսե այն մեծ Բաբելոնը զոր ես իմ զորությունովս ու կարողությունովս իմ մեծությանս փառքին համար թագավորության դու շինեցի եւ երբ կսե խոսքը դեր թագավորին փերաններ երկինքեն ցայմ միջավ քեզի գսվի ով Նաբուկոդոնոսոր թագավորությունը քեզ մեկնած ու քեզ մարդոս մեջեն պիտի վրընդեն եւ քու բնակությունը թաշճի անասուններուն հետ պիտի ըլլա քեզ պիտի թողուն որ արչարներու պես խոդ ուտես ու քու վրայեդ 7 ժամանակ անցնի այսինքն 7 տարի անցնի մինչև գիտնաս թե մարդոս թագավորության վրա բարձյալը գդիրե ու զանիգա իր ուզածին պես գուդա 34-րդ համարին անցնի Դանիելի 4-րդ գլուխն եմ եւ այն օրերուն վերջը ես Նաբուկոդոնոսոր աչքերս երկինք վերցուցի ու խելքս ինձի դարձավ եւ բարձյալը օրտնեցի ու քովեցի ու փարավորեցի զանիգա որ հավիտյան կենթանի է ու անոր իշխանությունը հավիտենական իշխանություն է եւ անոր թագավորությունը թարեթար կմնա 36-րդ համար այն ադեն խելքս ինձի դարձավ ու իմ թագավորությանս բադվույն հետ իմ փառքս ու մեծ վայելչությունս ինձի դարձավ ու իմ խորհրդականներս մեծամեծները զիս փնտրեցին իմ թագավորությանս մեջ հաստատվեցա ինձ ավելի մեծ վեհապարություն դրվեցավ ես հիմա Նաբուկոդոնոսոր երկինքի թագավորը կքովեմ եւ կփարսացնեմ ու կփարավորեմ վասնզի անոր բոլոր գործերը ճշմարտություն ու ջամփաները իրավունք են ու անիգա կարող է ամփարդավունությամբ քալոները ցածնել հաջորդ օրինակը որ ուզեմ ցեզի բերել Հերովդեսի մասին է Հերովդես Կորսկարակելոց մեջ Գարտան 12-րդ գլխում Կորսկարակելոց 12 20-րդ համարեն սկսյալ նայեցեք ինչ կգարտան Կորսկարակելոց 12 Աշուշ առաջին համարը մեջ գիտեք այնադեն Հերովդես թագավորը ցերկ զարգավ եկեղեցի մեքքայներ չարչարել չափազանց չար արյունարփու թագավոր մներ Հերովդես 12-20-րդ համարը գսե եւ Հերովդես խիստ թշնամացած էր դյուրացիներուն սիդոնացիներուն հետ անոնք միապանությամբ իրեն եկան ու թագավորին Փաղաստոս Սենեգաբելը համոզելով հաշտություն կխնդրեին Հերովդեսին վասնզի իրենց երկիրը թագավորին երկրին ապրուս կարներ 21-րդ համար եւ որոշված օրը Հերովդես թագավորական հանդերձ հակած ու ադյանը նստած անոնց ադենափանություն գներ այսինքն ինքզինքը գկովեր իր մեծ գործերը իր սխրագործությունները
ժողովուրդն անգահագեր թե ադիգա Աստծո ցայնն է ու ոչ թե մարդու եւ իսկույն դերոջ հրեշտակը Հերովդեսին զարգա Աստծո փառք չդալուն համար եւ որտնալից լալով մեռավ ասոնք օրինակներ են թե Աստված իր փառքը ո՞հ է մեկուն չդար եւ մեկը չփորձե իր փառքը փնտրել ինքնահավան լալ ես ըրի իմ զորությունով ըրի ես աշխատեցա ես քրդինք թափեցի եթե ես չնեի ալ Աստվածաթող օգներ եթե ես այս չնեի մյուսը չնեի հոս չերտայի on չերտայի Աստված ինձ մի օգներ ես իմ ուժովս ըրի բարեկամ ամեն մարդ լավ թող գիտնա Աստված մի բերերաս հարցերում մեջ Աստված գործ ունի Թուն քու կամքովդ քու ուժովդ մի դնես ամեն բան Փառքը բադիվը քեզի է Սատանայի վդարվելու հոգևոր բادرազմի արմադական մեկ դժվարությունը այս էր Սատանան փորձեց Աստծո փառքին դիրանալ բոլոր նպատակը այս էր ես ինչու փառք պիտի չստանամ փառք ու բադիվ եւ բոլորի ցանոթ է այսօր երկրի վրա հարաբերություններու մեջ լա եկեղեցական լա անգերային լա ասկային ինչ որ ուզեք ասեք բոլոր խնդիրներու բادرազմներու աթորի գրիվներուն արմադական արսի ինչ է գխորի մեկ փառք բադիվ իմ անունս չի դվին ինձի առաջին գարքի վրա չի նստեցուցին իմ անունս պետք է դային բայց չի դվին ես $25 նվիրատվություն ըրի եւ թերթի մեջ անունս չեն կրած որ ժողովուրդը ինձի բրավո մտա ասել որ ապրիս $25 դվերես որփիմը կամ ինչ որ է այս մեղքը հինեն իվերգուկա Սատանան աշխարհ բերա եւ ասիկա ատամական մեղքի բնության մեկ մասն է մարդու մեջ ուրեմն իմ փառքս ուրիշի չեմ դար հիմա շարունակելով Եսայա 14 գլխում բիդենային եթե ծեր սուրբքերը փանակ շատ լավ գլա եւ ան բիդենային Սատանայի 5 եսերուն ինչ են այդ 5 եսերը Եզեկիել 28-ի նման Եսայա 14-ն ծեվա բարակույրը կփանամեզի ցույց տալու որ Սատանան երինքի մեջ ինչ մտածեց եւ ինչու համար նետվեցավ դուրս ուրեմն նայեցեք Մարգարեություն Եսայա 14 եւ Բիդեգարտամ 13-րդ համարեն գսե ով արդվան ձակող արուսյակ ինչպես երգինքեն ինգար մինչև քեդինը գործանեցար թում որ ասկերը նգում գնեիր մարդիկ գզմայնեին գհյանային երանի գուտային քեզի գքովեին ուրեմն թուն սրդիտ մեջ ըսած էիր երգինք ելլեմ ես երգինք պետք է ելլեմ սրդիտ մեջ ամեն մեղ սրդեն գսկսի փոխանակ իր ստեղծիչին արչև խոնարելու եւ իր իմաստության իր քեղեցկության վայել իր կորձերը ընելու եւ միակ Աստվածը ճաշտելու երկրբակելու այս ահավոր մեղսալից փապակ ունեցավ եւ ինք փապակեցավ իր աթորը բարձրացնել ստեղծիչեն վեր
ինչու երկրորդ պիտի ըլլամ, ինչու առաջին պետք չէ ըլլամ, ինչու ես իրեն երկրպագություն պետք է անեմ, թող ինքը ինձ քիչմը երկրպագություն է, ուրեմն այս քարշելի ցանկությունը գտեսնենք իր սրտի մեջ եւ այս հոգին ինքը շարունակեց նույնիսկ վդարվել են վերջը շարունակեց փորձության լերան վրա շուտ գիտեք որ փորձության լերը երբ Հիսուսը 40 օրվա զոմավարտենեն վերջ փորձիչ եկա մոտեցավ եւ հոն երեք տարբեր առաջարկներ հրավ գարտան Մատթեոս 4-ը Ղուկասի մեջ գտեսնենք այս ճշմարտությունը եւ հոն 8-10 համարներու մեջ գսե սատանան օրեն հանեց զանիգա խիստ բարձրլերան վրա եւ ցուցուց անոր աշխարհի բոլոր թակավորությունները ու անոնց փառքը ու սավանոնց ասոն ամենը քեզի գուտա եթե ինաս ինձ երկրպագություն ունես նույն հոգին է ուզեր որ Աստծո որդին իրեն երկրպագություն էր Աստծո որդին Աստված էր ահա որ է եւ այս հոգին նաեւ ների մեջ աբակային հապշտակութենեն յետքը որ մեղած մարդը պիտի հայտնվի ները պիտի հայտնվի եւ իր մասին երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխում մեջ կգարտանք որ շատ մանրամասնորեն կնկարագրվի ուրեմն երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:4-ի մեջ կսե այն հագարագործը հբարդացած ամենուն վրա որ Աստված գսվի կամ գբաշտվի ները մեղած մարդը մինչև անիգա Աստծո դաջարի մեջ պիտի նստի ինքզինք ցուսունե թե Աստված է Տեր գեհդաբնթե փրսուգն է ես Աստված պետք է ըլլամ մարդիկ ինձ պետք է բաշտեն եւ այս հոգին է որ մեղանչական աթամական մեղքի մեջ մտած է մարդուս մեջ պետք է ինձի կարևորություն տան պետք է բաշտեն պետք է ինձի արժանավայել տեսնեն պետք է հարգեն պետք է ոտքի ելնեն պետք է այսնեն այննեն ասի մարդուս մեջ մտած է ասի աթամական մեղքի հետևանքն է որ մեր մեջը գա հայտնի չեն գներ բայց ակներեն գսեն սաթլ գերբով մեր մեջը գա այս հոգին եւ ամենը քեզի գուտամ որպես թե իրն է ամենը Հիսուսի գուտա ինքը ստեղծագործ Աստված է ոչինչ չեն ստեղծած ամեն բան հիմա դերալ եղեր է եւ Հիսուսի ստեղծածը իրեն միտի զախե գսե ամենը քեզի գուտամ գտեսնեք ինչ համտկնություն է ինչ աներես է եւ անոր արժանավայել պատասխանը կստանա եդիս կնա սատան եդիս կնա այսօր ռամիկ կերբով գործվե կնա գործվե աչքի սարչևեն մի երևնար ուրեմն այս հոգին գա այսօր եւ ների հայտնվելով դարձյալ Երևան բիդել ները Երուսաղեմի դաջարի մեջ գիտենք մարգարեթյուրը լույսին տակ ոն բիդի նստի խոզ բիդի մադուսանե եւ բիդի բաշտվի որպես Աստված բոլոր աշխարհի փերնին բիդի նայի որպես ազատարար որպես փրկիչ ուրեմն հոգին ասիգայի երկրորդ եսը որ գտեսնենք կսե ու իմ աթորս Աստծո աստղերեն վեր պիտի փարսացնեն գտեսնեք միշտ փարսանալու վրա է գուզե ելնել վեր ելնել մաքրցին որպես այդ առաջին դեղը կրավե եւ աստղերեն վեր փարսանամ ասխսելով անշուշտ գագնարգե հրեշտակները սուբկիքի մեջ
հոմանիշ է ասկ կամ հրեշտակ փոխաբերաբար գործածվին այս բարերը հրեշտակներուն Դանիել 8:9 մեջ ասկսվի հայտնության 12:4 մեջ ասկ հրեշտակ փոխաբերաբար գործածվին ուրեմն դագավին գուզեր պարսանալ վեր երորդ գսե ես ժողովքիները Հյուսիսի քովերը գուզեմ բնագել ժողովքիները Քրիստոսի քահն է Աստծո գարավարության գետրոնն է քրասենյակն է որ Աստված բոլոր աշխարհը գարավարի Սատանան երկնային տակավորին հեղինակությունը գարհամարի գուզե որ ինք վարչության գետրոնը ըլլա ինք այդ գարավարության գետրոնը ըլլա ես կսե քեզ մերամա միլիչարնեմ ես կուզեմ հոլ ժողովքիները քրասենյակի մեջ ըլլալ ես մեծ կուզեմ ըլլալ Պարսանալ ես այս երկրորդ դեղը ըլլալը չեմ սիրեր չորրորդ ես կսե ամբերու պարսության վրա կուզեմ ելնել իմ ասե ավելի լուրջ հարց է ամբերու պարսության վրա կուզե ելնել ամբերու պարսության վրա գիտեք ամբը հին ուխտի մեջ միշտ գապված է associate եղած է Աստծո փառքին եւ ներկայության հետ Աստծո փառքը ամբի միջոցով գերեւնար ժողովրդի մեջ օրինակ Ելից 40-34-ն 38-ը գարտամ Ելից 40 գաղափար մտալու համար գսե եւ ամբը զածկեց ժողովքի վրանը եւ դերոջը փառքը լեցուց խորանը ամբի երևույթով դերոջը փառքը գահիտնվի եւ Մովսես չեր գնար մտնել ժողովքի վրանը բասնց ամբը անոր վրա գգենար ու դերոջը փառքը լեցուցեր էր խորանը ուրեմն սատանան գսե որ ես ամբերու փարսության վրա ելեմ այսինքն այդ փառքը գուզեմ ունենալ փառքի դիրանալ իմ դենչս ասե իմ փոլոր փապակս ասե ամբի նման այդ փառքը վայելեմ այդ փառքը ունենամ երրորդ թագավորաց 8-րդ գլխում մեջ ունենք մի քանի համարներ երրորդ գիրք թագավորաց 8-ը 10 եւ 11-ը գսե երբ քահանաները սրբութենեն ելան ամբը լեցուց դերոջը դունը եւ ամբին բաժարավ քահանաները չէին գնար հոնգենալ որ իրենց պաշտոնը կատարեն վասնզի դերոջը փառքը դերոջը դունը լեցուցեր էր ուրեմն սատանան փոխանակ Աստծո փառքը ցոլացնելու փոխանակ Աստծո իր երաշտական կարողություններով Աստծո փառք եւ քովքը հյուսելու այդ փառքի ինքը գուզե եւ 5-րդ դարձյալ 5-րդ եսը գսե ես փածրելուն պիտի նմանեմ ասի հիմա գարմիր քիծը անցավ ես փածրելուն պիտի նմանեմ եւ սատանայի գլխավոր նպատակը ճշմարիտ քերիշխան դերերուն դերը թակավորներուն թակավորը ստեղծիչը նախադել էր Կարելի է որ ստեղծվածը ստեղծողեն վեր ելլե անոր աթորը նստի այս էր սատանայի մետքը այս էր այն անօրենությունը որ իր մեջ գտնվեցավ նայեցեք դերոջը խոսքը դերը Եսայի բերնով ինչ կսե ինձ մե առաջ Աստված չեղավ ու ինձ ետնալ պիտի չլա
Դարձյալ Եսայի 43:10 Դարձյալ Եսայի 44:6 գսե Ես եմ առաջինն ու ես եմ վերջինը ու ինձ մեզատ Աստված չկա իմ գողքիս մեկը չի գտնար ըլլալ Ուրեմն Սատանան այս կերպով ոչ թե միայն Աստծո կնախանցի հիմա մեր հաջորդ նյութը այս է ոչ թե միայն փառք կուզեր ստանալ որ չգրցավ հասնել գնախանցեր Աստծո թիրքին փարսության մեծության վրա ուրեմն հիմա Աստծո հետևողներուն վրա կհարցակի հիմա կտեսնեք մեր հոգևոր բادرազմը ուրգե հարաճ կուկա չաչողեցավ անշուշտ չի գնալ Աստծո փառքին դիրանալ Աստծո դեղ անցնել հիմա կհարցակի բոլոր անոնք որ Հիսուս Քրիստոսը կթավանին ինչու համար կհարցակի մեր վրա եկեղեցին վրա հավատացյալներուն վրա եւ այս շատ կարեւոր է գիտնալ եղբայր քույրեր օտեն բամը չի պատահել ամեն բան պատճառ ունի առաջին քանի որ Աստծո բատկերով ստեղծված է մարդը եւ Սատանան գադե ասիգա Աստծո բատկերով ստեղծված է եւ ոս միջանկյալ ասեմ շատ հագիրճ կերպով որ Աստվածաշունչի ընդհանուր ասենք բادرներուն օրինակներուն հիման վրա մերել հրգիզելը ճիշտ չեմ գտներ ես կհավատամ որ ասի հերավոր արևելքեն հինդուներեն հետանոսութենե հարաճ եկած ալիք մնե որ այսօր հյուսիսային ամերիկան ողողած է եւ հրգիզում գլա մերելը գայրեն չեն թաղեր շատ բաժաններ ունին անոր համար Սատանան շատ ուրախ է որ մարմինը գհրգիզվի գայրի քանի որ գադե Աստծո բատկերով ստեղծված է գադեմ ես կսե այրեցեք ինչպես գիտեք Հնդկաստանի մեջ անընդհատ միսի հոտ կա քանի որ բոլոր Հնդկաստանի տարածքի վրա մերելները գայրեն բացօթյա գայրեն երկրորդ պատճառը որ Սատանան եկեղեցին վրա մեր վրա կհարցակի հավատացյալներու աբակայի սպասված փարապանության համար է այսինքն Աստծո ծրագիրն է որ մենք ալ Քրիստոսի հետ փարավորվենք գրված է սուբիկի մեջ Աստված մեզի փառքի պիտի հասցնե դեռնակ երևակայեն մեղավորը փառքի պիտի արժանանա ասի միայն Քրիստոսով գլա եւ Սատանան գիտե որ ինքը երբեք այս անասնաշնորհումը պիտի չունենա հասարակ լեզվով ինչպես կսենք երազի մեջ պիտի չգիտեսնե ուրեմն ասիգա գադղեցնե Սատանան կսե ասոր նայես ասոր աս մարդիկը նայ ասոր փառքի պիտի արժանան եղել ես ասկան հրեշտակաբեդ ես ասկան երենքի մեջ երաշտակետ իմաստուն խելացի քեղեցիկ որքան չանք տապեցի դեղը չի ասա եւ աս նայեցեք աս աղկա դկե աս մարդոս նայեցեք աբաշխարեն եղել եւ փառքի պիտի դիրան ասում որտեղ են փառքի պիտի հասնեն Սատանան գադղած է հիմա սուրգի մեջ նայեցեք ինչ կսե Հռոմեացիս 8:17-ի մեջ կսե որ եթե իր չարչարանքներուն գծորդ ըլլանք Քրիստոսի փառքին հաղորդ պիտի ըլլանք ասի կպավե Սատանան գադղեցնելու համար
Քրիստոսի փառքին հաղորդ միտենանք եղբայրներ քույրեր, եթե Աստծո զավակ ես, եթե վերեսին ծնունդ ունիս, եթե վերեսին ծնունդ չունիս, դու ցանգի մեջ չես, բայց այսօր գնաց ցանգի մեջ ըլլալ, եկուր անուն դարձանակրեք, գնաց քրքի մեջ, որովհետեւ դու նա ցանգի մեջ ըլլաս։ Կարծեմ Հռոմեացի 30 նայեցեք ինչ կսե։ Եվ զանոնք, որ առաջվնե սահմանեց, նաև գանչեց զանոնք, եւ զորոնք կանչեց նաև արդարացուց զանոնք, եւ զորոնք արդարացուց նաև փառավորեց զանոնք։ Մենք ով ենք, որ Հիսուս պիտի փառավորե, բայց ասիկա վարսադրություններու մեկ մասն է։ Ուրեմն եղբայրներ քույրեր, հոգևոր բادرազմի արմադական բաժարը, փունդ բաժարը Աստծո փառքն է։ Հարցը Աստծո փառքն է, որ սատանան փորձեց դիրանալ, ունենալ, որ ոչ ունեցա, ոչ ունի, ոչ պիտի ունենա, անոր դեղը գրագե վարած, ձզումպե վարած դիջի մեջն է, ուրեմն անոր համար գատղած է, և մեր վրա կհարցագիր վրեժը ուզել ուծել, ճշմարիտ հիմնաբաշ եկեղեցին վրա հարցագելով, ուրեմն հիմա եթե քիչմը այսպես պատկերը հստակացավ, բաժարները գիտնան, թե ինչու այսօր բادرազմի մեջ ենք, ինչու սատանան մեր վրա կհարցագի։ Ապստամբեցավ, ցախողեցավ սատանան։ Հիսուսը փորձեց դարբեր անգյունները մոտեցավ, քարերը հաստողլան, թագավորությունները քեզի գուդամ, թուն քեզի վարձկե ցախողեցավ։ Քու ապաշխարության ուզեց արգել կլալ։ Շատերուս որքան դժվար եղավ ապաշխարելը։ Ամոթ է, մարդիկ հիմա ինչ պիտեսեն քեզի, քու վրատ պիտի խնդան, ասկաղներդ վրատ պիտի խնդան, թրացներդ վրան պիտի խնդրան, պիտեսեն, որ ասորա ուեղը լվացերն, ասալ ձուղագի ինգերը, ասալ եղբայր եղերը, հեմշիրը ինչ արգելքներ անեց սատանան շատերուն, ցախողեցավ, փառքտերոջ։ Ամեն անգամ, որ Աստված կփառավորվի քու կյանքիդ մեջ, սատանան ավելի կգադղի։ Որքան կփորձես Աստծո փառք բերել, ծառայությունով, բարի գործերով, դալով, օգնելով, Տերոջը խոսքը տալով, օգնություններ ընելով, դարբեր ցևերով Աստծո եւ փառք ուզես բերել, սատանան պիտի գադղի, ինչպես Հիսուսը այնպես լուսավորե, որ ծեր բարի գործերով Աստված փառավորվի, այնպես թող լուսավորեց լույսը մարդուց առջև, որ ծեր բարի գործերը տեսնելով Աստված փառավորվի։ Կտեսնեք, գադե սատանան, երբ մենք իրեն կփառավորենք բաշտամունքներու մեջ։ Անորոմար եղբայրներ քույրեր, բաշտամունքներու մեջ երկելը, սրդով, հոգիով, զասված բաշտելը, բոլոր թժող կդակնու վրա գնես։ Սատանան աղաշները կկոցե, չուզել լսել քու բաշտամունքդ։ Ուրեմն ուզեք սատանան գադղեցնել, փառապանությունը բարձրացուր։ Փառապանության վոլյումը բարձրացուր։ Քանի որ ինքը ինչեր որ քիչ մցեք, գաթին մցեք, ցկե չի գրծա։ Ուրեմն անորոմար կհարցագի քու վրա։ Նեղություններ ունիս, փորձություններ ունիս, փորձանքներ կբերե, ասկն է, անգն է, բոլորը իր գործն է։ Անորոմար առաքյալը գսե, անոր հնարքները չկիցող չենք։ Մենք չենք քնացած։ Գիտենք, հերոյեն կտեսնենք արդեն, որ զոհակ կպատրաստե մեզի համար, սատանան, արթուն ըլլան։ Ուրեմն
Բարի գործերով դերը փառավոր է, Բաշտամունքով դերը փառավոր է, վկայելով դերը փառավոր է, երկով դերը փառավոր է։ Ինչպես դերը պիտի փառավորես, բազաբատկի այդ գործը, որովհետեւ Սատանան միշտ բարդված մնա։ Այսօր համար Սատանան նախանձ ունի հավատացյալներու թեմ։ Ինքը խորի որ եթե եկեղեցին ճշմարիտ եկեղեցին, ամեն եկեղեցի չէ։ Շատ եկեղեցիներ կար Սատանան բادرալ չներ, ոչ ալկը մոդենա, քանի որ գիտե որ անոնք ամենը fake են, սուտ են, մոլորած են, աղանդ են, անոնք չի մոդենա, անոնով եկեղեցի է, բայց ուրիշ բան է։ Բայց ճշմարիտ եկեղեցին վրա կհարցակի, ուր որ ավետարանը կառուցվի, ուր որ Տեր Հիսուս Քրիստոսը կհրճակվի, անոնց վրա կհարցակի։ Ուրեմն ավոր նախանձ ունի մեզի թեմ։ Եվ գուզե Աստծո վնաս հասցնել մեր վրա հարձակելով։ Խորի որ անոր ես չեմ գնամ որ մոդենալ գսե քոնը իրեն հետևորդներուն նեղություն դամ չարչարեն։ Սատանան այսօր աշխատի կհարցակի որ քեզ սնունդ է զրգի։ Որտուն սնունդ չարնես։ Դերոջը խոսքեն սնունդ չարնես, հաց չուդես, դերոջը խոսքը գաթը չխմես, մեղր չուդես, վիճանա բաղեցնել քեզի, հերացնել քեզի, ամեն երկը կործած է, որ քեզի հերու բահե դերոջը գրագեն, գաշխադի որ քեզ պարապանութեն է զրգե, այնպեսի փորձանքներ կբերե, դրամատություն կփոխե, մուդդ կփոխե, որովհետեւ դու քիչ մլրես, որ քիչ բագաս երկես, քիչ բագաս ազու փակտա, շնորհակալ եմ ես, գոհություն դաս, գադե Սատանան, ուրեմն իր կորձեն են ասում, գաշխադի որ քեզ հաղորդակցութեն է զրգե, եսե որ նայր, շատ անանք հավատացյալներու հետ ըլլալու մի աշխատիր, գիրակնա մոմը վարե, դա դունդ կնա, 6 օր ինչ կործերդա բիդնես, ինչ է ասիկա, Bible study, աղոտ կեն, հերու գեցիր, հերու, հաղորդակցունը հերու գեցիր, խելացի եղիր, իմաստուն եղիր, և ասոր մեջ ինք հաչողած է, ասի շատ հավատացյալներ խապած է այս կերպը, և հավատացյալները խապված են, հաղորդակցունը զրգվելով, Սատանան աշխատի, որ իր թագավորությունը հարաճ չի դանիս, դալե գարկիլ է, արգելքներ գահանե, գխապե, որ ինչ պետք ունիս տուն հիմա, հոսոն, միսյոնար է, ավետարանիչ է, ոս հոգևոր կոր, վազանցիր հասպաները, տուն 1001 պետքեր ունիս, պետքերուտ ետևված է, բարեկամ գսե, ինչը թերտիկ պիտ տպվի եղեր, քիրք պիտ տպվի, վազանցիր այս բաներ են, հարցագում են ասում, բոլորը հարցագում են, գաշխադի աշխարի հրաբուրել, գուզե, ինչպես այսար դու դեսանք, քունավոր կրիստալներ գծծնը, աշխարի քունավոր կույները, շակար շոկոլաներով, գուզե ետ մարդիկը հրաբուրել թեպի աշխար, ասի իր կործն է, չանքը թապե, որ քու գետրոնացումը ժամանակավոր պաներու վրա ըլլա, ոչ թե հավիդենական արժեքներու վրա ըլլա, չանքը թապե, որ քու երդասարտությունըտ, ուժըտ, գորովըտ, անցողական պաներու վատնես, վսե, երդասարտ ես, կնակ յանքը վայլ է, ձև որ ձերանաս, 90 լաս, ավազանով կայալու սկսիս, հետո գերտաս, եկեցի ասա, գորակամակ գերտաս, ուզած դրե, գյանք վատնող վիճակներ կստեղծեն, որտուն գյանքըտ վատնես, երդասարտությունը, ժամանակըտ, գորովըտ, ուժըտ, դաղանքներըտ, չանքերըտ, բոլորը գուզե իթերև հանը, և ամպոչ ուժըտ գետրոնացնե
ժամանակավոր անցողական փայտ եղեք թուղթ խոտ ծաղիկ ասպաներու ետևե վազել գուդակեզի եւ աշխատի որ անցնագետրոն քու մոլորագիտ մեջ ապրիս բադյանիտ մեջ քաշվի 4 պատերուտ մեջ եւ չփորձես ոչ մեկ կերպով Աստծո փառք բերել մեգում օգտակար մի ըլլար ոչ ալկնա հոգեվոր ընտանիքին օգտակար եղել թուն քու անցիտ մեջ ամփոփվիր 4 կողմը բադ քաշե եւ բզդիկ մոլորակ մշինե հոն ապրիր քանի որ գադե հաղորդակցությունը գադե սնունդը գադե պաշտամունքը գադե աղոթքը գադե սուրկիկի սերդողությունները ուրեմն այս վերջին դարիներում սատանայի հաջող գործերեն մեկը հավատացյալները իրենց դունը գուզե բահել ես ու իմ ասվածս ես իմ սուրկիսս գարտամ ոչ ասորետ կորչ կուզեմ ունենալ ոչ անորետ գադարյալ մեկը չի կտա ինձի վես մաքուր գադարյալ անսխալական արդար սուրբ անորամար ես դունս կուզեմ գենալ ես սուրկիկս գարտամ Աստծո փառք կուտամ ինչուս պետք մեկը վիրավորվեր է մեկը անոթի է մեկը ավետարանը պիտի լսե չէ բարեկամ ես ու իմ Հիսուս անանք ավոր ժամանակ կանցնենք իրականության մեջ Աստված երկի բադուանները կկոչե ոչ այլ ես տելեֆոնները գարնի լուրջ ունի որ ադիգա հաղորդակցություն չէ ադիգա Աստծո գամքին հագարակ է Աստված ջկնավորներ չպատրաստեր Աստված ջկնավորներ չուզեր քացեք բոլոր աշխարհը գսե ավետարանը քարոզեցեք Աստվածաշունչը գսե մեկտեղ ժողովիլը մի թողու եւ հիմա նորություն է ասիգա ամեն մարդ դունը քաշված է եւ գիտեք պատճառները մեկը ինչ է մեկում հետ չեն գնար ապրիլ սորված չեն հարաբերիլ սորված չեն սորվիլա չեն ուզեր այսինքն բادرունետ պիտի գրվի բادرը պատասխան չեն տա որը պիտի գրվին աթորինետ պիտի գրվին գտեսնեք ասիկա հիմա նորություններ են ասվեցին դարներուն գտեսնեմ ես առանցին բարեկամ մեգում այդ կորչ չեմ ուզել ունենալ ասի անանգ է ադիգա անանգ է մյուսը անանգ է մյուսը անանգ է վահ այսինքն ահավոր նախապեյություն է ահավոր ուրեմն գիտե որ ազովրա չի գնանացակի գիտե որ իր վախճանը ուր է գիտե սահմանված է Դեր Հիսուս Քրիստոս իր խաչովը հարությունովը անոր ճակատագիրը գնքած է եւ ինքը Քազանը սուտ մարգարեն այս երրորդությունը դժողքի մեջ հավիտյանից պիտի այրին ուրեմն այսօր եղբայրներ քույրեր արթուն լանք հարցակումներ պիտի լան քանի որ այս վերջին օրերում մեջ ավելի գադղած է ավելի խելակարություններ բերած է մարդոց մարդիկ ավելի հիմար դարձած են աշխարհի վրա ավելի դարօրինակ բաներ գնեն ամեն օր գտիդեք գտեսնեք չարին բարի գսեն բարին չար գսեն եւ սատանայի բաշխությունը նորմալ դարձած է մարդաբաշխությունը նորմալ դարձած է մարդասպանությունը նորմալ դարձած է ինչ սխալ բան որ գա այս վերջին օրերու մեջ հեղի նման այսօր խուժած է աշխարհ եւ մեր 4 կողմն է եւ մենք այս մտնորդի մեջ կապրենք թող դերոջ շնորհքը ներկայությունը
կրագե բարիսպը մեր չորս կողմը ըլլա։ Դերը քեզի ամեն չարե բահի։ Արթուն եղիր։ Սատանան ածո ալչիգնար մոդենան այսօր հազարավոր դարերը իվեր իր եկեղեցի վրա կհարցակի։ Ուրեմն նախ մի զարմանար, ինչպես Պետրոս Արաքյալ գսե, որ այս փորձություններուն գսե ինչու կզարմանաք գսաժենք, չէի գիտե որ բիդլան այս բաները։ Բոլորովին դարբեր թիրքավորում կունենանք, եթե այս գիտակցությունով ապրենք։ Թշնամի մը գա, հագարագործ մը գա, մեզի ադող մը գա, չսիրող մը գա, նախանցող մը գա։ Ուրեմն անոր համեմատ մենք ավելի Աստծո կմոտենանք, ավելի Աստծո առջև կխոնարհենք, սատանային հակառակ կգնանք։ Ուրեմն այս հոգիով ըմբռնենք, քաջալերվենք, մեր գետրոնացումը սատանան չէ, ոչ այլ անոնը կուզենք կարևորություն տալ, բայց կարևոր է որ թշնամի ճաշնաս։ Երբ թշնամին կճաշնաս, անոր խաղերուն ծանոթ ես, անոր համեմատ կզինվիս եւ թիրք կբռնես։ Ուրեմն դերը օրհնեցես եւ քալ գերագի ուսանք որ օդը գլիման գարդոնե որ մենք մեր ժողովասրահը վերադառնանք եւ եկեղեցին հոն հավաքվի որ միասնապար դերը ճաշտենք։ Շատ լավ դերը օրհնե բոլորդ եւ հաջող շաբաթ ունեցեք եւ պատմենք Տերոջը հաղթությունները մեր կյանքերեն ներս։ Շատ